Հարգարժան դատարան, արդեն չգիտեմ ինչ ասեմ, հիմա իմ ընկերը իրավական կողմ էլի ներկայացրեց, ես իմ ժողովրդական խոսքով երկու բառ պետք է ասեմ։ Այդ որ ասում եք 8 ամսվա ընթացքում չենք հասցրել հասնենք հիմնական փուլին, հարգարժան դատարան, մուրճը ձեր ձեռն է, որոշումը ձեր ձեռն է, որոշել եք ամեն 5 շաբթի, որոշեիք ամեն օր նիստ անեիք, որոշեք ոչ թե 5 շաբթի 3-ից 6 անենք, որոշեք ամեն օր 9-ից 6 անենք, դա ձեր խնդիրն է, մեր խնդիրը, չստեղ մենք ենթարկող մարդիկ ենք։ Բնականաբար դիմաց ընտրությունները, մինչև հունիսի 7-ը հաշվարկել եք, ոնց անեք, ոնց ընթացքը տանեք, այդ մի օրը նշանակել եք, հաշվարկել եք, որ մի օրը շաբաթվա մեջ հետիկա, որ գանք հասնենք այս վիճակին էլ այսօր ասեք, մենք չենք հասել երկրորդ փուլին։ Հիմա այն օրը որ խոսք եմ ասել եմ, որ հիմա մենք համոզվել ենք, որ ստե իրավաբանություն չկա, իրականում իրավաբանություն չկա, այն օրը որ ասել եմ դե ես ընկեր Իգորը եւ Սրբազանը պետք է մնան կալանքի տակ, երևի իմ խոսքին հատու կարոյին պայեցիք։ Հիմա ինձ թվում է Արմենի խոսքին պետք է ասեմ, Արմենին անպայման կալանք տվեք, որ հակառակ անեք։ Այս էս տպավորություն է ստեղծում։ Նստեք։ Դե նստենք, ուրիշ ինչ ասենք, ամեն ինչ սահման կա։ Ամեն ինչի սահման կա։ Երկրորդը որ Սրբազանն են օրն ասում մեզ հիմարի տեղ եք դրել, իրականում հիմարի տեղ եք դրել։ Դրպակի կարիք չկա։ Այս ախտորոշումը, որ տրված է, Վուլգար Պսորիաս, երբ է սա առաջացել ձեզ մոտ, երբ է ախտորոշվել։ Կաղնեք ոտքի, ամյատ, կաղնեք ոտքի։ Եթե ձեզ թվում է դուք ունեք արտարոց ինչ-որ արտոնյալ իրավունք չարեչար սխալում եք։ Ես թույլ չեմ տա, որ համատեղ խոսեք։ Նստեք։ Բերտից առաջացել ընդեղից։ Այս ժամանակը նստելու ժամանակ է եղել։ Մինչ այդ չեղել ձեզ մոտ։ Ընդեղ հետի ասեց ներվան համակարգը, որ փակ տեղում է դնում մեր կարգի։ Ես նշված ախտորոշումը լավ